Հələ մի րոպե։ Ձեր մեջ ինքնաթիռ քշող կա։ Ինչ։ Ես տենց է գիտեի։ Եթե դուք ինձ վնաս տաք, ստիպված եք լինելու ինքներդ ինքնաթիռը իջացնեք։ Իսկ ես ինքնաթիռում միակ պիլոտը ես եմ։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Եթե հենց հիմա չես բացատրե, թե քեզ սաղից հավաքել ստեղ, վաղը իրիկուն ձերոնք նկարդ գցելու են Facebook, տակը գրեն «Վայ ես ինչ արեցիր մերը, Սերոժա»։ Նենց որ սկսի օղորմացի։ Լավ։ Եթե ես ես հրավիրեի իմ սեփական ինքնաթիռով, իմ սեփական կղզի, անմոռանալի ժամանակ անցկացնելու, ով կգար։ Պարզ չի, որ ոչ ոք այդ սրիկա։ Քեզ բոլորը լավ ճանաչում են։ Հենց այդ պատճառով էլ ես այս մեթոդը մտածեցի, որ ձեզ անակնկալ անեմ։ Ուրեմն Ո՞տեղ երեխեն։ Բա հարսանիքը։ Բահար եմ։ Բա կասինքը։ Աստրիպտիզը։ Ինչ ստրիպտիզ արա։ Ես գնում էի Դուբայ ստրիպտիզ նայելու։ Բայց լավ բան է առաջարկը մեծ աղբերը։ Կգնանք կհանգստանանք, քեֆ կանենք, հետ կգանք էլի։ Գիտես ինչ շատ խիստ կասկածում եմ։ Մի րոպե հանգիստ նստեք, ես տեսնեմ ինչ է կատարվում։ Շարժվեք։ Ժողովուրդ, խնդրում եմ պանիկա չանեք։ Բոլորդ նստեք, ամրակապվեք։ Պետք է վթարային վայրեջ կատարեմ։ Ավիաբենզինը վերջանում։ Կներեք ինչ ժողովուրդ ջան։ Ռուբեն, մենակ չասես, որ ավիաբենզինը ծախել ես։ Ընդամենը մի քանի լիտր։ Ապարիկների սորներ ձեռս փող չկան։ Հանգստացի։